Ձեռք բերեք իտալական եւ գերմանական նորաոճ պաստառների նշված տեսականին իդեալ համակարգից ամանորյա հատուկ գներով։ Մեկ հատը սկսած ընդամենը 3900 դրամից։ Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերից մեկում դիզվառելիք են հափշտակել գումարտակի հրամանատարի տեղակալը 700 լիտր դիզելային վառելիքի ավելցուկը պահեստ մուտքագրելու փոխարեն որոշել է վաճառել եւ գնորդ գտնելու համար դիմել նույն զորամասի դասակի հրամանատարին, վառելիքը գնորդի ավտոմեքենայով դուրս է բերվել զորամասից ու վաճառվել, իսկ գումարը բաժանվել է նշված անձանց միջև։ Դրանից հետո նույն ավտոմեքենայով փորձել են զորամասից դուրս բերել եւս 2 տոննա դիզելային վառելիք, բայց չեն կարողացել, քանի որ պահեստապետը ձերբակալվել է եւ տեղափոխվել հակակոռուպցիոն կոմիտե։ Մեղադրանքներ են ներկայացվել զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալին, պահեստապետին, դասակի հրամանատարին, վառելիքի գնորդին, նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեում կաշառք ստանալու մեղադրանքով քննվող գործի շրջանակում ձերբակալվել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի աշխատակիցը։ Նրա նկատմամբ կիրառվել է կալանք 2 ամիս ժամկետով։ Քննչական կոմիտեում ավարտվել է դեկտեմբերի 12-ին հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու եւ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։ Քննչական կոմիտեում պարզվել են ամուսինների կողմից բռնություն գործադրելով հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները։ Մայիսի 18-ին ամուսիններն այցելել են իրենց ծանոթի բնակության վայր, խաբեությամբ ներս մտել բնակարան, որից հետո ԵԸՆ բռնելով ՄԱ-ի պարանոցից պահանջել է լուր մնալ, այդ ընթացքում ներս թողնելով նաև կնոջը ԱՀ-ին։ Այնուհետև ամուսինները փոխլրացնելով միմյանց գործողությունները բռնություն են գործադրել ՄԱ-ի նկատմամբ ու պահանջել 280,000 դրամ գումար, սակայն մերժում ստանալով վերցրել են տուժողին պատկանող 2 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենայի բանալին ու հեռացել։ Քննչական կոմիտեում փաստական տվյալներ են ձեռք բերվել անձի կողմից համակարգչային խարդախություն եւ փողերի լվացում կատարելու վերաբերյալ ՄԱ-ն 2021 թվականի հունիսից մինչեւ 22 թվականի նոյեմբեր անցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու նպատակով ապօրինի հասանելիություն է ստացել տարբեր կայքերում գրանցված խաղային ու վճարահաշվարկային կազմակերպությունում գրանցված հաշվառման հաշիվներին ու համակարգչային տվյալը մուտքագրելու միջոցով հափշտակել անձանց խաղային հաշիվներին եւ կցված բանկային քարտերին առկա ընդհանուր 3,398,000 դրամ գումարը հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Դեկտեմբերի 16-ին տեղեկություն է ստացվել, որ մի քանի երիտասարդներ ապօրինի մուտք են գործել Արտաշատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ եւ վնասել գույքը։ Պարզվել է, որ Արարատի մարզի բնակիչներ 15-ամյա ԱԽ-ն, 12-ամյա ԱԸ-ն, 10-ամյա ԱԱ-ն եւ 14-ամյա ՍԽ-ն Արտաշատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզի պատուհանը հրել բացելու միջոցով մուտք են գործել ներս, որտեղ ԱԽ-ն կոտրել է մանկապարտեզի գույքը, վնասել խաղալիքները, որից հետո վերջիններս վերցրել են մանկապարտեզին պատկանող մի քանի խաղալիքներ, օծանելիք ու հեռացել։ Դեկտեմբերի 24-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել Երևանի բնակիչ 41-ամյա մի տղամարդ, որը 2024 թվականից հետախուզվում էր յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով դատաքննությունից որպես ամբաստանյալ խուսափելու համար։ Դեկտեմբերի 23-ին պարեկներն Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու ապօրինի թմրաշրջանառության համար ձերբակալել են 39-ամյա մի վարորդի եւ օտարերկրյա քաղաքացի 3 ուղևորներին։ Անձնական խոզարկությամբ 34-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել է 41,35 գրամ կանաչ գույնի մանրացված խոնավ զանգվածով փաթեթ, իսկ 27-ամյա ուղևորի մոտ ընդհանուր 16,83 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 2 փաթեթ։ Ներքին Գետաշեն գյուղում բախվել են Toyota Camry եւ Mercedes Magnus ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին վրայերթի ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ Սևակին ու բախվել կայացված վիճակում գտնվող Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արմենի վարած Mitsubishi ավտոմեքենային։ Սևակը տեղափոխվել է հիվանդանոց։ Դեկտեմբերի 26-ին Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Արտաշես Սարիբեկյանն իր վարած Գյումրի-Շիրակ Կամո գյուղերի երկաթուղային միկրոավտոբուսով դուրս է եկել երթևեկելի գոտուց կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում, ուղևոր Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Էլան տեղափոխվել է հիվանդանոց։ Դեկտեմբերի 25-ին Երևանի Դավիթ Բեկ փողոցում բախվել են Zikr եւ GAC Magnus ավտոմեքենաները։ Դեկտեմբերի 26-ին ահազանգ է ստացվել, որ Ջրարար գյուղի հիվանդանոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Հրդեհը բռնկվել է Մկրտչյան փողոցի տնից մեկի մոտակայքում, Nissan Magnus ավտոմեքենայի շարժիչի մի հատվածն է այրվել։ Դեկտեմբերի 25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի 11-րդ փողոցում այրվում է տուն եւ ավտոտնակ ու կան տուժածներ, հրդեհը բռնկվել է Նուբարաշենի 20-րդ փողոցի տնից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում, հրդեհը մարվել է, ավտոտնակում այրվել է Mercedes-Benz Magnus ավտոմեքենան, ջերմահարվել ավտոտնակի տանիքը, վարորդը ձեռքերի շրջանում ստացել է այրվածքներ։